Կառավարության այսօրվա նոյեմբերի 29 նիստում հաստատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Ըստ նախագծի զորակոչը կանցկացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը, իսկ զորացրումները 2026 թվականի հունվարի 8-ից 31-ը։ Ձմեռային զորակոչի ենթակա են նաև այն իգական սեռի քաղաքացիները, որոնք մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը դիմել են կամավոր պարտադիր զինծառայություն անցնելու համար։ Կառավարությունը նիստում հաստատել է նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշումը ռեկտորի ընտրության վերաբերյալ։ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կայացած մրցույթին մասնակցել էին երկու թեկնածու՝ Ռուստամ Սահակյանը և Արմեն Ծատուրյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Ծատուրյանը ստացել է 13, իսկ Ռուստամ Սահակյանը 5 ձայն, ինչի արդյունքում էլ Ծատուրյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Կառավարությունը հավանություն է տվել նաև 20 համայնքներում 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը, ընդհանուր 1 միլիարդ 59 միլիոն դրամի շրջանակում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանի խոսքով ծրագրերը բաշխվել են հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ։ Ծրագրերը ներառում են գազաֆիկացում, ջրամատակարարման ցանցերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, ճանապարհների և ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, լուսավորության նոր ցանցերի տեղադրում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների և այլ սոցիալական նշանակության օբյեկտների կառուցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խուդաքյանից հետաքրքրվել է, արդյոք կիրականացվի այս տարվա 500 կիլոմետր ճանապարհաշինության պլանը։ Նախարարը վստահեցրել է, որ մինչև դեկտեմբեր այն ամբողջությամբ կկատարվի։ Դեկտեմբեր ամսին ինչպես պայմանավորվել էինք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, այս պահին 475 կիլոմետր ավարտած ունենք։ Վարչապետը հիշեցրել է, որ արդեն ավարտվել է Հյուսիս-Հարավ-Մայրուղու հնավայրի շրջանցող հատվածը, իսկ ևս երկու խոշոր ճանապարհներ ավարտական փուլում են՝ Թթուջուր-Նավուր և Գանձաքար-Իցաքար, որոնք կարևոր նշանակություն ունեն Տավուշի մարզի երթուղային կապի համար։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ սա առնվազն 25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ ներկաներից կհիշեն, թե չեն հիշի, երբ որ Բերդում այն ժամանակ խոշորացված չէր, դեռ այն ժամանակներից, երբ որ խոշորացված չէր, կային նախաձեռնություններ, տարբեր անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ։ Հիմա մենք Բերդի համար, Բերդ խոշորացված համայնքը Երևանին և Տավուշի մարզի ներսում 3 ճանապարհ ունի գործող։ Տավուշի մարզպետ Հայկ Գալումյանը տեղեկացրել է, որ Թթուջուր-Նավուր ճանապարհն ամբողջությամբ ավարտված է, իսկ Գանձաքար-Իցաքարի վրա ավարտվում են գծանշման և կահավորման աշխատանքները։ Վարչապետն էլ ընդգծել է, որ մոտ ապագայում կհիմնանորոգվի նաև Այգեհովիտ Վազաշեն-Պառավաքար ճանապարհները, որոնք նախկինում եղել են տարածաշրջանի միակ երթուղին։ Նիստում որոշում է կայացվել, որ ընտանիքներում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությունը դառնում է մշտական։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով. Մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Ուժի մեջ կմտնի նաև նոր 20% հետվճարի մեխանիզմը, որի շնորհիվ անկանխիկ վճարումների դեպքում ընտանիքները փաստացի կկարողանան ստանալ մոտ 60,000 դրամ ամսական։ Ընդհանուր առմամբ մեկ երեխայի համար 6 տարվա ընթացքում պետական նպաստի ընդհանուր գումարը կհասնի մոտ 4 միլիոն 300
120,000 դրամի։ Նախարարի գնահատմամբ ծրագիրը լայնածավալ եւ մասշտաբային է եւ դրա մշտական լինելը հնարավորություն կտա ապահովելու ընտանիքների կայուն սոցիալական աջակցությունը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ աջակցությունը սահմանվելու է 500,000 դրամը, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որ երրորդ երեխան է ծնվում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնելով, որ գործող համակարգում նպաստի չափը կախված է երեխայի կարգաթվից։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է. Նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1,5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացել։ Նախարար Թորոսյանի խոսքով թե տեղական, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծննդյան պահին առաջացող ծախսերն ընտանիքների համար հիմնականում նույնն են, անկախ երեխայի կարգաթվից։ Այդ պատճառով նախարարությունն առաջարկել է նպաստի չափը դարձնել միասնական։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։